Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կհանդիպի ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այցի ծրագրում նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն, հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Պետդեպարտամենտի կայքի օրակարգում ասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալներ Քրիստոֆեր Լանդաուն եւ Մայքլ Ռիգասը։ Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան, հայտնել է Երևանում ԱՄՆ դեսպանատունը։ Բաքվում պատվիրակությանը ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը երեկ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները։ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրի դեպքում կբախվի 25% մաքսատուրքի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բացի այդ, ամերիկյան մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Թրամփը հակված է հարվածել այաթոլլաների ռեժիմին։ Չնայած այս ամենին, Սպիտակ տան կայքում որոշման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Չկա նաև տեղեկություն այն մասին, թե մաքսատուրքերը կիրառելու համար ինչ իրավական լիազորություններ կգործածվեն կամ դրանք ուղղված կլինեն Իրանի առևտրային բոլոր գործընկերներին։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ երկրի բանակը մշտապես պատրաստ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերում անսպասելի սցենար զարգացնել։ Իրանում ավելի քան 2 շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերը դեռևս շարունակվում են։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, երկրում զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի։ Բացի հակակառավարական ցույցերից, Իրանում տեղի են ունենում նաև իշխանամետ ակցիաներ։ Երկրում երրորդյա սուգ է հայտարարվել։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին մեկնել Հայաստան կամ Թուրքիա։ Հայտարարության մեջ պետդեպարտամենտը նշել է, որ մեջբերում Իրանում բողոքի ցույցերը սրվում են։ Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները եւ ինտերնետի արգելափակումները։ Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան եւ Իրանից չվերթները, որոնցից մի քանիսի ծառայությունները կասեցվել են մինչեւ ուրբաթ հունվարի 16-ը։ Ըստ հայտարարության, ԱՄՆ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն կապի այլընտրանքային միջոցներ պլանավորելու եւ դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորություն, պահպանելով անվտանգության կանոնները։ Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանները։ Իրանի վերնախավը որոշել է նրանց ներկայացնել ցույցերի ընթացքում իրականացված բռնությունների տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ մեծաթիվ զոհերի հեղինակները ոչ թե երկրի անվտանգային ուժերն են, այլ հենց ցույցի մասնակից ահաբեկիչները։ Արտաքին գործերի նախարարությունը երկրներից պահանջել է հետ վերցնել բողոքի ցույցերին աջակցող հայտարարությունները։ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում հետ կանգնել Իրանի դեմ ձեռնարկած քայլերից եւ հայտարարել է, որ 25% մաքսատուրքեր կսահմանի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Թրամփը հակված է հարված հասցնել այաթոլլաների ռեժիմին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին համաձայնության են եկել համակարգել անվտանգության հարցերը։ Իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի գործերին միջամտելու վերջին փորձը եւ ցավակցություն հայտնել անկարգությունների զոհերի համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ համագործակցությունը, հիմնվելով երկու երկրների միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ եւ ոչ պաշտոնական տեղեկություններով Իրանում զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 544-ի, այդ թվում երեխաներ եւ ուժայիններ։ Ռուսական զորքերը վաղ առավոտյան հարձակումներ են սկսել Կիևի եւ Խարկովի վրա։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ Խարկով քաղաքում 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկանչենկոն հայտարարել է, որ մայրաքաղաքը հրթիռակոծության է ենթարկվել։ Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը իր հերթին հայտնել է, որ ռուսական հոբ համակարգերը փորձել են հետ մղել ուկրաինական օդային հարձակումը Տագանրոգի վրա։ Ռուսական զինուժը ոչնչացրել է ուկրաինացի զինվորների խումբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ըստ նախարարության հաղորդագրության, ուկրաինացի զինվորները ուղարկվել են Կրասնոմերսկի մերձակայք իրենց երկրի դրոշով ակցիա իրականացնելու նպատակով, ինչը կանխվել է ռուս ուժայինների կողմից։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի մերձակայքում գտնվող լիճ է ժամանել ֆլամինգոների խոշոր խումբ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ղրիմում նման մեծ խմբերի ֆլամինգոներ չեն եկել։ Ըստ մասնագետների, կենդանիները ժամանել են Օդեսայի մարզից, Թուրքիայից կամ Արևմտյան Ղազախստանից։